բոլոր նրանց, ովքեր Նիկոլին դեմ են եւ իրենց բախտ է վիճակվում փողոցում հանդիպել Նիկոլին իր խմբակով եւ ինչ որ բողոքի ցասում արտահայտել։ Ժողովուրդ, դուք իր հետ բանավիճել չեք կարող։ Նա Հայաստանի համար առաջին մանիպուլյատորն է։ Դուք որ սկսում եք արդեն սկզբից բարև ձեզ, միած ձեզ բան ասեմ, ձեռքով բարևում եք իրան, հարգանքի ինչ որ նշաններ եք ցույց տալիս, դուք արդեն ի սկզբանե պարտված եք։ Ձեր այդ կարճ, չասեմ բանավեճի, այդ բողոքի մեջ։ Մի քիչ ավելի սահմանափակ եղեք, այն մարդիկ տեսնում եք, մարդիկ կան գլուխը թեքած, ոչ էլ նայում են իր կողմը, շանտեղ չեն դնում, անցնում գնում են, կամ մտնում է ձեր խանութը, քաղաքավարի ասեց դուրս եկեք ստեղից եւ այլ եւ այլ։ Բայց որ սկսում եք իրան ձեռքով բարևել, բարև ձեզ, հələ մի բան ասեմ եւ այլ, դուք իր հետ չեք կարող բանավիճել։ Ինքը աշխարհի մանիպուլյատորն է։ Դուք մի հատ սխալ բան եք ասում, ասենք Արցախում զոհված երեխաների թիվը ասեցիք 5000, վերջ ինքը կպնում է դրանից ու սկսում է ձեզ արդեն պտտացնել, շփոթեցնել, ու դուք արդեն իր չափ այդքան լեզվանի չեք, այդքան հմուտ չեք, ուրեմն մանիպուլյացիայի մեջ, որ կարողանաք իր այդ բանավիճեք։ Իհարկե դրա ես լավ կլիներ, որ ձեզանից մեկը ասել դե լավ 5000 չի, 5 տարի 6 տարի անցել է պատերազմից, ինչու մինչև հիմա չհրապարակեցիք մեր բոլոր զոհվածների անունները, ցուցակները, որ իմանանք քանի հոգի է զոհվել ու խոնարհվենք նրանց շիրիմներին։ Բայց դուք փորձեք կարճ կոնկրետ իրան ներկայացնեք ձեր բողոքը, իր այն միլիոնավոր ստախոսություններից, մանիպուլյացիաներից, ցրցնելուց, ասեցիր Հայլանման պետքա հետ քաշվենք, սահմանազատում անենք, հետ քաշվեցիր 12.9 կիլոմետր սահմանազատում արեցիր, Ալիևը մի մետր հետ չգնաց, ասեցիր, որ Ալիևը ճանաչել է Հայաստանի ամբողջականությունը տերիտորիալ, սուտ ես խոսում, դու ճանաչեցիր, Ալիևը չի ճանաչել, ասեք, որ հարձակվել ես եկեղեցու վրա, դու դրա ոչ բարոյական իրավունք ունես, ոչ էլ օրենսդիր որպես մարմին իրավունք ունես, դուք այդպես բաներով ասեք, էլի, հերթով թվարկեք իր բերած սուտերը։ Եվ որ ասում եք, մեկ էլ սկսում եք պատերազմից խոսել, բա դու որտեղ ես, բա դու ինչու չէր կռվել, իմ տղան գնաց կռվեց, ասեք քո տղան գնացել էր ծառայելու ընդ Դավիթ Տոնոյանի տղայի հետ, քո տղեն մի օր իր զորամասում հաց չի կերես, ծառայության ընթացքում դրսի ռեստորաններում ու վետարոկներում հաց կերե, քո տղային էլ 5 հատ թիկնապաշրջապատած ամբողջ օրը մանենեք է։ Կոնկրետ բաներով ասեք, էլի։ Այ ասեք հիմա բա քո տղեն ուրա, դու իզևից ծնող ես, դու հələ քո ընտանիքին նայի, դու ոնց կարաս մի ամբողջ երկիր նորից ղեկավարես, հիշացրեք իր ամբողջ ասած ստերը, պողպատեասա մանգա բաներ, ես մանդատ էիր ուզում, չագուշ տարել էիր, սաղի շինում էիր, այդ ստերից իրա պետք ասեք, որ ինքը մանիպուլյացիա անելու տեղ չունենա։ Եթե դուք ինչ-որ թիվ եք խոսում, ասում եք դուք իմ հայրենիքն եք վաճառել, դա շատ վերացական է, ինքը անմիջապես կարճում է ձեր ասած մտքից, իր կողքից էլ ժեխերը սկսում են խոսալ, են իր բաները, հակասները, են թաղի պարվի անբարոյականները ձեզ ավելի շփոթացնում են։ Կոնկրետ ասեք, շատ սառը ձևով, շատ սուր ձևով, դեպքին նայելով եւ շարունակեք ձեր ճանապարհը։ Նույնը դա չկարծեք, որ ես մենակ Նիկոլի նկատի ունեմ, եթե Քոչարյանին բան ունեք ասելու կամ Գագիկ Ծառուկյանին կամ Սամվել Կարապետյանին, նույնը այդ ձև պետք ասեք։ Այդ մարդիկ մանավանդ ասենք Նիկոլն ու Ռոբերտ Քոչարյանը, նրանք քաղաքական գործիչներ են, դուք նրանց հետ չեք կարող մտնել բանավեճի մեջ։ Եթե ինչ-որ թերություն գիտեք 100%-անից այդ մարդկանց հետ կապված, անմիջապես այդ թերությունը սխալը դավաճանություն է եւ այլ դա ասեք։ Բայց որ դուք սկսում եք արդեն վերածել բանավեճի, այդ բանավեճը այդ մարդկանց հետ կառավարի, ով ասեմ, Էդմոն Մարուքյանը կառավարի, Արա Պապյանը կարող է, բայց դուք չեք կարող, ժողովուրդ, դուք ասեք միանգամից իր արած դավաճանական քայլերը, նշեք դրանք սուտը, սխալը, դավաճանությունը, մանիպուլյացիան, ֆռռացնելը, այդ դրանք ասեք եւ ացեք առաջ։ Բոլորիդ հաջողություն